Հաջորդ դրվագը, որ կարող էր Փաշինյանին վախեցնել, դա կարծում եմ բացահայտեց Վենեսուելայի նախագահի հետ կատարվածը։ Եթե Փաշինյանը հրաժարվեր Միացյալ Նահանգների կամքը կատարել, մի օր էլ Միացյալ Նահանգների ուժային կառույցների ներկայացուցիչները, բանակը, հա, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարող էին գալ Երևան եւ այդ Հրազդանի կիրճից առևանգել Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։ Սա էլ կարծում ցույց է տալիս, թե ինչի են պատրաստ Արևմուտքում, գլխավորապես Միացյալ Նահանգներում իրենց նպատակներին հասնելու համար։ Եվ սա էլ նաև ուղերձ է Փաշինյանին։ Եվ սրանից հետո Փաշինյանը առավել ջանասիրաբար պիտի ծառայի հավաքական Արևմուտքին եւ գլխավորապես Միացյալ Նահանգներին, որովհետեւ Մադուրոյի հետ կատարվածը ցույց է տալիս ինչ կարող է լինել իրենց հետ։ Ասենք Միացյալ Նահանգները կարող են հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը մասնակից է եղել Արցախի հայերի էթնիկ զտմանը եւ իրենք Միացյալ Նահանգներում քրեական գործ են հարուցել Փաշինյանի եւ նրա կնոջ դեմ ու ձերբակալել տարել են։ Մենք էլ գիտենք, որ նրանք մասնակից են եղել առնվազն քարոզչական դաշտում կամ համաձայնությամբ Արցախահայերի էթնիկ զտմանը, մեծ մասը կուրախանա, որ դե մենք չկարողացանք դատել Նիկոլ Փաշինյանին, Միացյալ Նահանգները դատեցին նրան, Փաշինյանն էլ սրա մասին գիտի, որ Հայաստան ժողովրդի 90% եւ կուրախանա, որ ինչ-որ մեկը առևանգի Փաշինյանին։ Հատկապես եթե առևանգի Միացյալ Նահանգները ու հատկապես եթե առևանգի իր գործընկերոջ հետ միասին։